Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 6։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով և երկյուղածությամբ։ Եբրայեցիս 12:28 խոսք։ Այս խոսքը բացահայտում է այն սարսափելի վիճակը, որի մեջ գտնվում են նրանք, ովքեր թեթևամտորեն, ունայնորեն, սուտ ու պղծությամբ են գործածում Աստծո սարսափազդու անունը, ոմանք իրենց հայհոյական անեծքներով ու երդումներով, մյուսները իրենց մերձավորի հանդեպ խաբեությամբ ու անարդար գործարքներով։ Եվ թե ինչպես պիտի փրկվեն այս մարդիկ, երբ կանգնեն դատաստանի առաջ, ուր սպասում է լափող և հավիտենական կրակը, Տիրոջ անունը պղծելու ու հայհոյելու համար, այդ մասին նրանց պետք է լրջորեն խորհել։ Քանզի ինչպես Աստծո ներկայությունն ու անունը ահուդող են եկեղեցու մեջ, այնպես էլ նրա պաշտամունքն ու ծառայությունը։ Տիրոջը նվիրված պաշտամունքը կամ ծառայությունները, որ մեզ նրա կողմից պատվիրվել է այս աշխարհում գտնվելու ընթացքում, ահեղ ու սարսափազդու բաներ են։ Այսպես է ասում Դավիթը. «Բայց ես քո շատ ողորմությունովը կմտնեմ քո տունը և դեպի քո սուրբ տաճարը երկրպագություն կանեմ քո երկյուղովը» Սաղմոս 5:7 խոսք։ Եվ կրկին վախով ծառայեցեք Տիրոջը Սաղմոս 2:11 խոսք։ Աստծուն գովաբանելը նրա պաշտամունքի մի մասն է, բայց Մովսեսը ասում է. «Ո՞վ է աստվածների մեջ քեզ պես, ով Եհովա, ով է քեզ պես, սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ անող» Ելից 15:11 խոսք։ Տիրոջ առաջ ուրախանալը նույնպես պաշտամունքի մի մաս է, բայց Դավիթը մեզ զգուշացնում է. «Դողալով ցնծացեք» Սաղմոս 2:11 խոսք։ Այո, Աստծուն մատուցվող մեր ողջ ծառայությունը և դրա յուրաքանչյուր մասը պետք է կատարվի ակնածանքով և աստվածային երկյուղով։ Հետևաբար, ինչպես Պողոսն է ասում. «Սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունիցը, սրբությունը կատարենք Աստծո ահովը» Բ Կորնթացիս 7:1 խոսք։